Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելու ամենակարևոր նախապայմանը շփման գծում վստահության մթնոլորտի վերականգնումն է։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերյան Օհանյանը շեշտեց, որ մինչև վստահության մթնոլորտ չլինի, չի կարելի խոսել փոխադարձ համաձայնությունների մասին։ Սերյան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ պայմանավորվածությունները պետք է լինեն համապարփակ։ Եթե Արցախի ժողովրդին եւ Արցախի մի բան պատահի, յուրաքանչյուր թիվ հողի համար մենք պայքարելու ենք։ Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև սեպտեմբերի 7-ից 9 Մոսկվայում կայացած հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության երկկողմ բանակցությունների մասին։ Նա նշեց, որ քառօրյա պատերազմից հետո հետևություններ են արվել եւ սպառազինության համալրման ու արդիականացման թափն ավելացել է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռբերումները, արդիականացումը գտնվում է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո։ Շփման գոտում լարվածություն առայժմ չկա, շեշտեց Սերյան Օհանյանը եւ հերքեց լուրը, թե նախորդ գիշեր ադրբեջանական զինուժը ծանր հրետանի է կիրառել։ Կրակոցներ լինում են, բայց միայն հրազենային զենքերից, որոնց անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան են տալիս։ Սերյան Օհանյանն անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 6-ից 7-ը Տավուշում անցկացրած փորձարարական զորավարժությանը եւ գրանցած թերություններին։ Մեզանից յուրաքանչյուրս մեր գործունեության շրջանակներում ավելի պրոֆեսիոնալ լինենք, ինքներս առանց զորավարժությունների տիրապետենք, թե ինչ կարելի է ասել, ինչ կարելի է չասել, իսկ ես կասկած չունեմ, որ ձեր մասնագիտական աստիճանը չափազանց բարձր է։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե Կարեն Կարապետյանը տեղյակ է բանակի խնդիրներին, Սերյան Օհանյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը հայ քաղաքական իրականության մեջ նոր մարդ չէ։ Սերյան Օհանյանը եւ տնտեսագիտական համալսարանի ռեկտորը բացեցին ապրիլին զոհված զինվորների անվան լսարանը։ Նախարարի պաշտոնակատարը հանդիպում ունեցավ ուսանողների հետ եւ պատասխանեց նրանց հարցերին։ Աղվան Հասույան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։